Վայ աման, վայ չուտողին։ Տաճան, այսօր մեր խոհանոցից ծնեբեկի բույր է գալիս, ճիշտ է։ Բարի օր ժողովուրդ ջան։ Իմ Ռոզան ճիշտ է։ Ես պատրաստում եմ կանաչ ծնեբեկ ամբողջահատիկի սպագետիով, խոզապուխտով, մեկ հատ սոխ, մեկ հատ սոուս հոլանդեզ, սև պղպեղ, աղ եւ հավի կրծքամիս։ Վերցրել եմ 300 գրամ հավի կրծքամիս, 250 մլի սոուս հոլանդեզ եմ վերցրել եւ ինչպես տեսնում եք 300 գրամ կանաչ ծնեբեկ։ Սիրելիներս, հիմա ծնեբեկը մի քիչ թեթևակի խաշում եմ, շատ քիչ եմ խաշելու։ Թեթևակի աղ եմ շատ քիչ։ Այսպես։ Ասենք 2 պտղունց։ Հիմա մեր ծնեբեկը վերջացրեցինք, հանում եմ դուրս, սիրելի ժողովուրդ, այսպես։ Պետք է կտրտեմ։ Ուրեմն սոխը կտրատել եմ, արդեն մեկ հատ ոնց որ ասեցի, հավի միսը կտրատել եմ, խոզապուխտը պատրաստ, հիմա գցելու եմ արդեն տապակվի։ Ամենասկզբից տապակելու եմ սոխը։ Արդեն մեր տապակը պատրաստ է, տաքացրել եմ։ Մանր եք կտրատում, իսկ եթե ձեր ընտանիքի համար սոխը պրոբլեմ չի, կարող եք կտրատել ինչ չափի որ ուզում եք։ Այն երեխաների համար մի քիչ պրոբլեմ է։ Տապակելուց հետո ավելացնելու եմ հավի կրծքամիսը, հետո ավելացնելու եմ խոզապուխտը։ Բոլորը այս երկուսը որ կտապակեմ կվերջացնեմ սոխի հետ, սիրելիներս նորից կմիանամ ձեզ հետ։ Արդեն հավը տապակվեց, գցեցի խոզապուխտը, հիմա արդեն լցնելու եմ մեր ծնեբեկը։ Հիմա կլցնեմ ծնեբեկը։ Հիմա շատ քիչ եմ տապակելու, որ մյուս բաղադրիչների համը տա ծնեբեկին, ծնեբեկը համներ տա մյուս բաղադրիչների, որպեսզի ավելի համեղ ստացվի։ Հիմա լցրեցի սոուս հոլանդեզը, մեկ ուրիշ անգամ ձեզ կցուցադրեմ, ինչպես են պատրաստում սոուս հոլանդեզը տնային պայմաններում։ Հիմա տեսեք ինչ եմ արել, ծնեբեկի ջուրն է սա։ Հիմա մի քիչ կլցնեմ ծնեբեկի ջուրը, այսպես, որպեսզի ավելի շատ համեղ լինի, ավելի շատ ծնեբեկի համը տա, այսպես։ Հիմա կթողնեմ մի քիչ կեռա ու նոր կլցնեմ մեր սպագետին։ Սպագետին եփել եմ աղաջրի մեջ 11 րոպե, ուղիղ 11 րոպե։ Հիմա կավելացնեմ մի քիչ սև աղացած պղպեղ, այսպես, որովհետև մինչև հիմա չեմ ավելացրել։ Եվ աղը փորձեմ ու ձեզ կասեմ, որովհետև ծնեբեկը պատրաստել եմ աղաջրով ու բացի դրանից խոզապուխտն ունի աղ։ Դրա համար կփորձեմ, նոր աղը կգցեմ։ Վերցնելու եմ, սիրելիներս, այս չափի կես թեյի կտար սխտորի փոշի։ Հիմա կփորձեմ սոուսը, սիրելիներս, եւ ձեզ կասեմ։ Ամեն ինչ տեղը տեղին է։ Սիրելիներս, մեր սոուսը պատրաստ է։ Հիմա լցնում եմ արդեն սպագետի։ Սիրելիներս, այսպիսի տեսք ստացավ մեր այսօրվա համեղ անուշ բույրով, միայն թե բույրը կարենայիք զգայիք և համը։ Հիմա ժողովուրդ ջան, փորձելու ժամանակը եկավ։ Հիմա կփորձեմ և ձեզ կասեմ, ինչ համ, ինչ գեղեցկություն։ Հա, չմոռանամ ասելու, ժողովուրդ ջան, ոչ մի տեսակ կանաչի չեմ գցել մեջը, ինքը իրանով, իրա համով, իրա բուրմունքով։
Parmesan պանիրով, այսպես կձևավորեմ, հիմա ես շատ եմ սիրում parmesan պանիր պաստաների վրա, ընտիր է համը, հիմա փորձում եմ, վերջն է սիրելիներս, են որ մեկ ասում են սա վերջն է, իսկապես սա վերջն է, անպայման փորձեք, անպայման պատրաստեք, թող ձեր ընտանիքը համտեսի, շատ գոհ կմնա ձեր պատրաստած ուտեստից սիրելիներս, ինչպես այսօր իմ ընտանիքը, ինչ է մնում մեզ, հետևել, հավանել և տարածել, թող բոլորն էլ համտեսեն Ռոզատատիկի այսօրվա պատրաստած ուտեստը։ Սիրում եմ ձեզ, սիրելիներս, սիրենք իրար, մնացեք Ռոզատատիկի հետ։